ձեզ։ Շարունակենք մաթեմատիկայի խնդիրները, տեքստային խնդիրները եւ այսօր փորձենք միասին լուծել հետեւյալ խնդիրը։ Նույն արտադրողականությամբ աշխատող 6 տրակտոր 6 ժամում վարում են 6 հեկտար։ Ունենք 6 տրակտոր, որոնք աշխատում են 6 ժամում եւ վարում են 6 հեկտար։ Հետեւաբար այդ 6 տրակտորները, որ ունենք, եկեք փորձենք համարտադրել, սա 1, 2, 3, 4, 5 եւ 6։ 6 տրակտոր ունենք, իրենք 6 ժամում, հենց եթե գրեմ 6 ժամում վարում են 6 հեկտար հողատարածք։ Հետևաբար 1 ժամում իրենք ընդհանուր կվարեն 1 հեկտար հողատարածք։ Այստեղ արդեն 1 ժամվի մասին է խոսքը։ Այստեղից էլ հետևում է, որ իրանցից յուրաքանչյուր այստեղ կարևոր է, որ իրանց նույն արտադրողականություն, այս միտքը շատ կարևոր է, այսինքն իրանց հզորությունը այլ կերպ ասված նույնն է։ Հետևաբար իրանցից յուրաքանչյուր առանձին եթե վերցնենք, ապա օրինակ առաջինի համար առաջինը կվարի 1 ժամում 1/6-ը, չէ՞ գործի։ Երկրորդը էլի 1/6-ը, երրորդը էլի 1/6-ը, ասենք յուրաքանչյուր առանձին եթե դիտարկենք, վարում են տարածքի 1/6 մասը։ Հիմա եկեք տեսնենք խնդիրը մեզից ինչ է ուզում։ 2.1-ը քանի հեկտար կվարի այդպիսի 15 տրակտորը 8 ժամում։ Տրակտորներ, նայեք, եթե մի տրակտորը վարում է 1 ժամում հողատարածքի այսքան մասը, 1/6-ը, ապա 15 տրակտորի համար կստանանք, որ 15 անգամ 1/6, սա 15 տրակտորը 1 ժամ, բայց դա ասում է 8 ժամ, այսինքն մի հատ էլ անգամ 8։ Նորից 15-ը դա տրակտորների քանակն է, 8 ժամերի, իսկ 1/6-ը 1 տրակտորի աշխատանքն է 1 ժամում։ Հետևաբար հաշվելով այս արտահայտությունը, նույնիսկ 6-ը 15-ի հետ կրճատում ենք 3-ով, ստանում ենք 5, մնում է 2, 2-ն էլ 8-ի հետ 4, այսինքն ստանում ենք 20։ Հետևաբար այս լուծումը սրա կլինի 20։ Հաջորդը 2.2-ը այդպիսի քանի տրակտոր է անհրաժեշտ, որպեսզի 3 ժամում վարեն 4 հեկտար։ Այսինքն տրակտորների քանակը անհայտ է, դա կնշանակենք x-ով։ Գիտենք, որ մի տրակտորի աշխատանքի արտադրողականությունը 1/6 է եւ ժամի քանակն էլ այստեղ ասվում 3 ժամ։ Ու ինքը պետք է վարի 4 հեկտար։ Այսպես։ Հիմա պետք է գտնենք x-ը։ Այստեղից ինչ է x-ի հավասար։ Հավասար է, ուրեմն 4-ը մնում է նույն ձև, ու 3/6-ը դա նույնն է ոնց որ գրեմ 1/2։ Հիմա եթե 1/2 է, այսինքն հավասարում մյուս մաս տանել, այսինքն այս հավասարման երկու կողմերը այլ կերպ ասված բազմապատկում ենք 2-ով, ստանում ենք ինչ, որ այստեղ 2 անգամ է լինում, այսինքն 2-ը սա հետ կրճատում է, իսկ այստեղ լինում է 4 անգամ 2։ Նայեք, այս խնդրին sense մոտեցում ասեմ, հա, եթե այստեղ ստանում ենք 1/2, որ գնում է մյուս մասը, կոտորակը շրջվում է, կամ որ ավելի մաթեմատիկորեն հավասարման երկու մասը բազմապատկում ենք 2-ով։ 2-ը այստեղ որ բազմապատկեմ, այստեղ է 2-ը բազմապատկեմ կլինի 4 անգամ 2, իսկ այստեղի 2-ից 2-ի հետ կրճատվում, այսինքն x-ը հավասար է 4 անգամ 2, որն էլ հավասար է 8-ի։ Հետևաբար սրա պատասխանը կլինի արդեն 8։ 1.3 եկեք նայենք, այդպիսի 5 տրակտորը քանի ժամու կվարի 10 հեկտարը։ Հիմա տեսեք, ունենք որ 1 տրակտորի արտադրողականությունը 1/6 է։ Ունենք որ տրակտորների քանակը 5 է, իսկ ժամերի քանակը չկա, այսինքն ժամերի քանակը x։ Ինքն էլ պետք է վարի 10 հեկտար։ Հիմա այստեղից պետք է փորձենք x-ը գտնենք, իսկ x-ը ինչի է հավասար, x-ը հավասար է 10 անգամ, արդեն 5/6-ը շրջում է, դառնում է 6/5, 6/5։ Սա էլ կարծես թե հավասար է 12-ի։ Եվ այստեղ ստացանք 12։ Եվ 2.4 խնդիրը, քանի հեկտար կվարեն 2 անգամ մեծ արտադրողականություն ունեցող 9 տրակտոր 10 ժամում։ Հիմա տեսեք, եթե մի տրակտորի արտադրողականությունը այսքան է, 2 անգամ մեծի դեպքում նշանակում է, որ լինելու է 2/6 արտադրողականությունը։ Հիմա տեսեք, ասում է այսքան արտադրողականությունը 2/6 արտադրողականություն ունի, ունենք 9 տրակտոր, այսինքն 9 անգամ 2/6 եւ 10 ժամում անգամ 10։ Այս թվաբանական արտահայտությունն պետք է հաշվենք։ Հիմա 6-ը 2-ով որ կրճատում ենք, ստելնում է 1, ստե 3, այս 3-ը 9-ի հետ կրճատում ենք, լինում է 3, 3 անգամ 10 լինում է 30։ Հետևաբար սրա պատասխանը կլինի 30։ Վերջ ընկերներ, այսքան այս տեքստային խնդրի հետ կապված, կարծում եմ պարզ եւ հասկանալի, այստեղ ուշադրություն դարձրեք մի կարևոր գաղափարի վրա, երբ լուծում եք տեքստային խնդիրներ, ճիշտ այն համառոտագրեք,
պահանջից ինչքան կարողանում եք քամեք, հետո նոր անցեք արդեն իր կետերի իրականացմանը։ Տեսեք, մենք այդ առաջին մասում ունենք 6 տրակտոր, 6 ժամ, 6 հեկտար, մատ հասկանանք մեկի դեպքում այդ թվերն ինչա ցույց տալիս։ Հասկացանք, որ մեկի դեպքում արտադրողականությունը լինում է 1/6 ու դրանով արդեն մնացած քայլերը հեշտ լուծվեցին։ Հուսով եմ պարզ եւ հասկանալի, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակալներ։ Իսկ առջևում մենք դիտարկենք ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։